Անատիպ կարևոր քայլեր իրականացնում է նաև Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Բաքվի բանտերի հետ կապված, բայց հիմա երևի թե իսկապես շատ կարևոր է, որ Արևմուտքը տեսնի, թե ինչ է տեղի ունենում։ Նշեմ, որ նաև Իմնեմնեմի երկու լրագրողների եւ Սաղաթելյանի եւ Սամսոնյանի վայրագ այդ կալանավորման եւ նրանց այդ ձգտումները անտիֆեյկը փակելու արժանացան համապատասխան արևմտյան կազմակերպությունների գնահատականին։ Գուցե հայաստանյան իրավապաշտպանները այսպես դեռևս չեն արձագանքում, նրանք մոլորված են, չգիտեն թե որտեղից ինչ նոր այսպես հրահանգներ կամ մտայնություններ կան, բայց հենց բուն արևմտյան խոշոր կազմակերպությունները, վերլուծաբանները եւ հատկապես քրիստոնյաների շահերը պաշտպանող կազմակերպությունները ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանի այս բոլոր գործողությունները ընդդեմ հայ առաքելական եկեղեցու են, ոչ թե անձի, նրանք գիտեք արևմուտքին չես զարմացնի կամ վախեցնի, ինչ որ կեղծ թղթոն էին հրապարակել, թե Եզրած Սրբազանը չգիտեմ, Պակի, ինչ եմ անվանում կեղծ, որովհետև դա հայատառ էր, տողերը խառնված, Պակը այն ժամանակվա այդ KGB-ն կամ իձետ գոսպիզապասնեսի կամ պետական անվտանգության ծառայությունը թապես հայերենով գրագրություն չէր վարում, այնտեղ այդպիսի շփեր տվյալներ մարդկանց մասին չէին տպագրում, այսինքն դա խիստ կասկածելի փաստաթուղթ էր եւ իրականում ոչ մի լյուստրացիայի հետ կապ չուներ։ Որոշ մարդիկ այսպես իրենց արևմտյան արժեքների ջատագով համարող գրում էին, սկսվեց լյուստրացիան, ընդհակառակը վերջնականապես փակվեց լյուստրացիան, որովհետև արդեն 30 տարի գոյություն չունեցող Պակի մասին ինչ որ տվյալներ հրապարակելով ոչ արևմուտքին կվախեցնես, ոչ էլ հայ հասարակությանը, քանզի նրանք տեսնում են, որ այսօր Հայաստանում ինչպիսի թշնամական իրական հենց թշնամական հետախուզական ծառայությունների ազդեցության տակ գտնվող մարդիկ են աշխատում։ Ռուբեն Վարդանյանին գալով, գիտեք, որ ադրբեջանցիները ֆիլմ են պատրաստել եւ այդ գերագույն նողկանքեր։ Խնդրեմ, խոսքը Սամվել Բաբայանի, Խզմալյանը նմանների խոսքի։ Գիտեք, ես ապշած եմ, այո մարդիկ կարող են ունենալ քաղաքական հակառակ այսպես հակադրվող հայացքներ, բայց այն պահից, երբ նրանք դադարում են մարդ լինել, երբ զրպարտում են իրենց մտապատկերները բևեռում, թե իբր տեսեք Ռուբեն Վարդանյանը Կրեմլի գործակալ էր, ահա որ ծիծաղելի իրականություն, որովհետև նույն Ռուբեն Վարդանյանը եւ Մեծ Բրիտանիայում վիթխարի կապեր եւ ազդեցություն ուներ, չգիտեմ, բայց հիմա դրանից հետո լինելով այսպես միլիարդատեր վիթխարի հռչակ ունեցող մարդ իր ամբողջ եւ կարողությունը ամենակարևորը կյանքը վտանգի ենթարկեց պատմական հայրենիք վերադառնալու նպատակի համար, որպիսի կարողանա գոնե նվազագույնը կիսել այն զրկանքներն ու ցավը իր հայրենակիցների հետ, որ այն ժամանակ ապրում էր Արցախը, նրա մասին իրենց կեղտոտ քաղաքական հասկանում եք, դա ենթադրություն էլ չէ, դա պարզապես մրուր է, որ բարձրանում է։ Այդ մտքեր արտահայտողները ես կարծում եմ կորցրել են ոչ միայն քաղաքական գործիչ, հանրային գործիչ լինելու իրավունքը, այլ պարզապես մարդ լինելու իրավունքը։ Ես տեսա եթերում փորձում էր Խզմալյանը ինչ որ արդարանալ, որ ինքը հայկական ծագմամբ, չգիտեմ, Իսպանիայից էր թե ում, հիմա գիտեք ամեն թուրք կարող է հայկական ինչ որ փաստաթղթերով ներկայանալ եւ հարցնել, եւ խնդիրը նաեւ այն չէ, թե իրենք ինչու էին, չգիտեմ, թուրքական կամ ոչ թուրքական լրատվամիջոցին հարցազրույց տվել։ Իրենք եթե լինեին իսկապես հանրային գործիչներ, քաղաքական դեմքեր եւ ամենակարևորը, պարզապես լինեին իրենց հարգող մարդիկ, դեռ չեմ էլ ասում հայ մարդիկ, որովհետև եթե այն մարդը ում մասին դուք բարբաջանքներ եք տարածում, հիմա գտնվում է անազատության մեջ սարսափելի պայմաններում, հանիրավի նրան մեղսագրվում են արարքներ, իսկ դա աշխարհի բազմաթիվ փաստաբանական, իրավական եւ քաղաքական կենտրոններ են նշել, որ դրանք հիմք չունեն,
Ռուբեն Վարդանյան ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ ահաբեկչական եւ կեղծ մեղադրանքներին, որ ներկայացնում է Ադրբեջանը, եթե դու դա իմանալով նրա վրա լրացուցիչ այսպես կեղտ ես փորձում այսպես լցնել, հեղել, դա նշանակում է դու կորցրել ես հանրային եւ քաղաքական գործիչ լինելու եւ ընդհանրապես բարեպատշաճ, բարեվարկ մարդ համարվելու իրավունքը։ Եվ այստեղ չկա արդարացում, որ ես միշտ այդպես եմ մտածել, շատ գիտեք, ռուսերեն մի արտահայտություն կա, որ ասում է դժբախտություններից եւ բանտից երբեք այսպես մի հրաժարվիր, от сумы, от тюрьмы не зарекайся։ Շատ հետաքրքիր միտք է, երբեք ոչ ոք երաշխավորված չէ, թե ինքը հաջորդ պահին որտեղ կարող է հայտնվել, եւ անգամ լիովին անմեղ լինելու պարագայում հանգամանքների բերումով դու կարող ես հայտնվել անազատության եւ բանտի մեջ, եւ այն ժամանակ ես կարծում եմ դու կհասկանաս, թե ինչ է նշանակում, երբ դրսից քեզ վրա այն էլ իբրև քո հայրենակիցները փորձում են լրացուցիչ այսպես կեղտակուր ինչ որ զանգված հեղել։ Այս ֆիլմը, որը նողկալի էր, ամբողջովին բացահայտեց Ադրբեջանի եւ այսպես հայկական ինքնության ու մարդկության հետ կապ չունեցող մարդկանց կերպարը, երևի լյուստրացիայի դասական օրինակ էր։ Ճանաչեցինք եւ հասկացանք, որ հենց թեկուզ այո Սամվել Բաբայանը երբեք այլևս չի կարող բաց աչքերով նայել մարդկանց եւ չգիտեմ ճամարտակել եւ ասել, որ ինքը հայ մարդ է, չգիտեմ պայքարում է Արցախի համար, ինքը ծրագիր ունի։ Ոչ, ինքը ոչ հայ մարդ է, ոչ էլ մարդկային բարեվարքության տարրական կանոններով օժտված մարդ է։ Իսկ Տիգրան Խզմալյանի համար էլ շատ ցավում եմ, անկեղծ ասած, զարհուրելի էր, որովհետև ժամանակին ինքը ռեժիսոր էր, հրաշալի ֆիլմեր ուներ եւ Սարդարապատի եւ հայոց պատմության մասին, բայց փաստորեն մարդկանց ենթագիտակցության մեջ միշտ կան այդպիսի, չգիտեմ, ուրվականներ, որոնք նրանց հեռացնում են դասական ճշմարտությունից։ Իրեն հարգող մարդը Ռուբեն Վարդանյանի մասին իր այսպես բացարձակ մերկապարանոց ենթադրությունները արտահայտելու իրավունք կունենար միայն այն պարագայում, երբ Ռուբեն Վարդանյանը կլիներ իր դիմաց ազատության մեջ եւ ինքը կփորձեր բանավիճել եւ իր այսպես բացարձակ չհիմնավորված ենթադրությունները հեղել։ Այդ մարդիկ զուրկ են անմեղության կանխավարկածի եւ ընդհանրապես տարրական հարգանքի իրավունքից։ Իսկ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը իրեն պահում է ամենակարևորը այսպես մարդու պես, որպես այր փառավոր, նշելով, որ ինքը ոչինչի համար չի զղջում, ինչ որոշումներ կայացրել է ճիշտ է, ոչ մի Բաքվի դատավարություն, ոչ մի այդ խոշտանգում, հոգեբանական ճնշում նրան իր նպատակներից եւ առաքելության գիտակցումից չի շեղել։ Եվ նույնը ես տեսնում եմ, մենք արդեն նկատելի է, որ Ադրբեջանը շատ արագացված ուզում է Բաքվի հայ ապօրինի պատանդների դատավարությունները ավարտին մոտեցնել, մենք տեսնում ենք, որ մեր խղճի բանտարկյալները պաշտպանում են իրենց ամենայն հիմնավորվածությամբ եւ արժանապատվությամբ, մերժում են այդ կեղծ մեղադրանքները եւ մոտեցնում են իրենց ազատության ժամը։ Ես կարծում եմ 26 թվականը հենց կլինի այն թվականը, երբ մենք Բաքվի բանտերից եւ նաեւ այո Հայաստանի բանտերից դուրս կբերենք այն մարդկանց, որոնց հանիրավի կալանավորել են, զրկել են ազատությունից, ազատ խոսք ասելու իրավունքից, իրենց պետությունը եւ իրենց արժեքները պաշտպանելու իրավունքից։ Եվ այդ ժամանակ գուցե այն մարդիկ, ովքեր գիտեք, ես չգիտեմ ինչն է խոսում Սամվել Բաբայանի մեջ, դժվար է ասել, քանի որ այդտեղ խառնակ իրականություն է, ինքը երևի շատ երջանիկ է, որ Հակարիի կամրջում
իրեն բարևել էին, եթե չեմ սխալվում, ինչ որ այդպիսի պատմություններ էր պատմում, այո, որ ինչ որ երիտասարդ իրեն բարևել էր, երևի դա իր կյանքի ամենաերջանիկ եւ ամենամտապահվող պահն է, բայց ինքը ամաչելու է հաստատ, համենայն դեպս որ մենակ մնա, ինքը իր հետ եւ գլուխը դնի բարձին, ինքը ամաչելու է, եւ նույնը կարծում եմ Խզմալյանը անազատության մեջ գտնվող մարդու մասին իր, գիտեք, դավադրապաշտական ինչ որ տեսությունները, մի մասը ասում էր Բրիտանիան է ուղարկել, մյուս մասը Ռուսաստանը, գիտեք, դավադրապաշտությունը երբեմն հասցնում է պարզապես դժոխային մտքերի։ Միով բանիվ այդ ֆիլմը ընդամենը իլյուստրացիա էր, որը ցույց տվեց, որ քարոզչական այդ հնարքները, չգիտեմ, Գեբելսյան թե ինչ տեխնոլոգիաներով այսպես ստեղծված, դրանք դատապարտված են։ Ամբողջ աշխարհը արդեն տեսնում է, որ այս բոլոր գործողությունները սկսյալ Բաքվի բանտերում, Արցախի հանրապետության բոլոր շրջանների ղեկավարներին, անիմանալի անհեթեթ մեղադրանքների հարուցումից մինչև Վեհարանի գրոհը, դա մեկ սցենարի, մեկ ծրագրի բաղադրիչ մասերն են, եւ այդ ծրագրի իրականացնողը ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության կառավարությունը